Շատ կարևոր է գնահատել մեր երկրի ընթացիկ իրավիճակը։ Մենք որտեղ է գտնվում մեր երկիրը։ Այսօր ընդհանրապես սա շատ կարևոր հարց է, բայց այստեղ շատ կարևոր գաղափարախոսական հարց էլ կա, որովհետև կապված է թե ինչ դիտանկյունից, ինչ գաղափարախոսության դիտանկյունից է դիտարկում հարցը։ Երբ որ մենք հարցերը դիտարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության տեսակետից, մենք տեսնում ենք, որ մեր երկիրը այսօր գտնվում է բավականին լավ եւ հեռանկարային վիճակում։ Ընդ որում ես իմ գնահատականն այն է, որ մենք դժոխային իրադարձությունների միջով անցնելով հիմա հասել ենք մի կետի, որ մեր երկրի առաջ բացվել են այնպիսի հնարավորություններ, որ թույլ տվեք ասենք չեմ ուզում տեն շատ տարածական բան ասել, բայց մեր պատմության մեջ մենք այսպիսի շանս ապահովելու մեր պետության հարարտևությունը առաջիկա հարյուրամյակների համար երբեք չենք ունեցել։ Իհարկե, ակնհայտ է, որ կան նաև սպառնալիքներ։ Եվ ընդ որում այդ սպառնալիքները եղել են միշտ։ Ոչ մի նոր սպառնալիք չկա։ Այսինքն այն բոլոր սպառնալիքները, որ եղել են, իրենք այսօր էլ շարունակում են մնալ։ Որն է տարբերությունը։ Տարբերությունն այն է, որ մենք այդ սպառնալիքները կառավարելու հնարավորություն ենք ստացել տեսական եւ գործնական, եւ երկրորդը ինչն է նորությունը այս պատմության մեջ։ Նորությունն այն է, որ գոյություն ունեցող սպառնալիքներին որպես հակակշիռ բացվել են անհավանական հեռանկարներ մեր երկրի առաջ։